Մեր Տեր ու Փառավոր Քրիստոս Հիսուսի անունով կսկսենք այսօրվա մեր խոսքի քարոզությունը, բայց մինչև քարոզությունը ուզում եմ մի հստակ մի բան ասելու, որովհետև պատճառ կա ասելու եւ կիմանաք ընդամենը մի քանի վայրկյան հետո։ Մենք յուրաքանչյուր կիրակի Աստծո շնորհքով, ողորմությամբ եւ Աստծո հրաշքով, որ այս տան դռները մեզ համար բացել են, մենք տեղ ենք գալիս Տիրոջը պաշտելու եւ երկրպագելու։ Եվ այսօր այդ հաղթության կիրակի հրաշքի Աստվածը, որ մեզ համար կյանք բերեց, ճանապարհ դեպի երկնքի թագավորությունը։ Յուրաքանչյուր կիրակի մենք սկսում ենք ինչով Սաղմոսի ընթերցանությամբ եւ աղոթքով։ Եվ մեր սիրելի քույրեր ու եղբայրները սառայության մեջ իրենց մեջբերումն ունեն։ Եվ այսօր մեր քույր Նազիկը ընթերցեց եւ վստահեցնում եմ ձեզ, այն Սաղմոսի այն քարոզի նյութը, որ այսօր ես ձեզ հետ բաժնեկցեմ, ոչ մեկը չգիտի, ոչ իմ կողակիցը, ոչ իմ երեխեքը կամ եղբայրները կամ քույրերը։ Սա իմ եւ Աստծո հոգու մեջ է եւ աղոթում եմ եւ Աստված ինձ այն ինչ խոսքը նյութը տա, թերթում եմ, ընթերցում եմ, նայում եմ իմ հետին անցյալների քարոզները եւ այդ ամբողջը որպեսի Տերը Աստծո հոգին շնորհք անի։ Եվ վստահեցնում եմ իմ եւ քույր Նազիկի մեջ բացարձակապես ոչ մի բառ, տառ, հնչյուն, ստորակետ, կետ, ոչ մի շփում եւ հաղորդակցություն չի եղել։ Եվ մեր քույր Նազիկը այսօր ընթերցեց 96-րդ Սաղմոսը, չէ՞։ Չգիտեմ ինչքանով եք հետևում այդ Սաղմոսին, բայց ուզում եմ վերջի համարը մի կրկին անգամ ընթերցել։ Գիտեք ինչի համար, որտեղ այսօրվա քարոզի նյութը այդ վերջի համարում էր։ Տիրոջ առաջին, որ նա գալիս է, որ երկիրը դատե, նա աշխարհը կդատե արդարությունով եւ իր ժողովրդին իր ճշմարտությունով։ Այսօր մարդկությանը միայն հոգեվոր աշխարհի չէ։ Այսօր մարդկությանը անհրաժեշտություն է, որպես իմանան մի հստակ ճշմարտության մասին, եւ որն այդ ճշմարտությունը, որ հետմահու կյանք կա, եւ այդ կյանքի շարունակությունը ես ու դու ինչպես Աստծո խոսքն է մեզ բացահայտում ու բացադրում, կա այսպիսի հասկացողություն, դրախտ եւ դժոխք։ Եվ այսօր ես ու դու հավատացյալներս, եւ այն օրը, որ Տերերի Տեր ու Փառավոր Աստվածը հայտնվեց մեր կյանքի մեջ, եւ մենք ճաշակեցինք նրա աստվածությունը եւ նրա ծնունդը մեր մեջ, մեզ համար Աստծո խոսքի ընթերցանությունը անհրաժեշտություն դարձավ։ Ինչպես որ մենք տարիներ սնվում ենք ապրելու համար, սկսեցինք ընթերցել հոգով գոյատևելու համար, հասակ առնելու համար։ Եվ երբ Աստծո խոսք սկսեցինք ընթերցել, որտեղ սա միակ ճշմարտություն է, այս մարդկային պատմության մեջ, այս տիեզերքի մեջ, սա միակ ճշմարիտ գիրքն է, որը հստակորեն խոսում է ինչ, հետմահու կյանքի մասին, խոսում է դժոխքի եւ դրախտի մասին, խոսում է ինչպես դեռ Քրիստոսի ծնունդից, այսինքն մեր հաշվարկով 3000 տարի առաջ Սաղմոս գիրքը հետեւյալ տողերը թողեց, որ Տերերի Տեր ու Փառավոր Փառավորածը գալու է, որպեսի աշխարհը դատի ինչով արդարությունով։ Այսօր անարդարությունը ամենուր են, սկսած Ամերիկայից, վերջացած Աֆրիկայի այն ամենավերջի ծայրամասերը։ Եվ մեկ-մեկ մտածում ես, ու այսպես էլ պետք է ավարտվի այս անարդարությունները, այս անխղճությունները, այս մարդասպանությունները, այս պատերազմները, այս չարաշահումները, այս ամբողջը, ոչ, Աստծո խոսքը ասում է, որ աշխարհի վերջում արդար դատ է լինելու։ Ոչ միայն 20 ու 21-րդ դարաշրջանի ապրողների համար, այլ սկսած Եդեմի պարտեզից, Ադամից ու Եվայից, մինչև այն վերջի մարդը, որից հետո պետք է սկսվի ինչը, աշխարհի վերջը։ John chapter 14 verse 3 Հովանու ավետարան 14-րդ գլխի 3-րդ համարում մենք հետևյալ տողերն ենք կարդում։ Եվ երբ գնամ, գիտեք ինչի մասին էր խոսում, իր հարության, զորության մասին էր խոսում, իր աշակերտների հետ։ Ուրեմն 14-րդ գլուխն ենք ընթերցում, դեռ Քրիստոսը չէր խաչվել, դեռ հարություն չէր առել։ Ու ասում է, երբ որ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ, նա իր վերստին գալու մասին էր խոսում։ Մեկ համարի մեջ նա խոսում է իր հարության, իր խաչի, իր մահի, իր հարության մասին ու իր վերադարձի մասին։ Ու վերստին կգամ ու ձեզ հետ ինձ մոտ կվերցնեմ։ Ու խոսում է հափշտակման եկեղեցու, որպեսի որտեղ ես եմ, դուք էլ ինձ հետ լինեք։
Սրանից ավելի փառավոր խոստում կա։ Այն ամեն ինչ, որ ես ու դու ապրում ենք այս երկրի վրա, մի օր վերջանալու։ Մի օր ամեն ինչ արժեքազրկվելու է, քո կառուցած տներդ, հարստությունդ, կարողությունդ, քո ամբողջ մտային աշխարհդ, քո փիլիսոփայությունները, քո աստվածաբանությունները, ամեն ինչ դադարելու է։ Եվ վերջո մի հստակ վերջի կիզակետի վրա ենք կանգնելու։ Ես ու դու նրան վայելում ենք երկնքի թագավորությունը, թե ոչ։ Սա է այսօրվա մեր ամբողջ խոսքի նյութը։ 2021 թվին Ամերիկայում այսպիսի հարցազրույց տեղի ունի, այսպիսի վիճակագրություն եղավ։ Տարբեր փոլեր կան, տարբեր կազմակերպություններ կան, որ տարբեր միջոցներով, իմեյլներով, նամակներով, հարցազրույցներով ինչ են անում, մի քանի հազար տարբեր նահանգներից, տարբեր տեսականի մարդկանցից, տարբեր տարիքայիններից ինչ են անում, պատասխաններ են ստանում եւ ըստ դրա վիճակագրություն են անում։ 2021 թվին the survey of Pew այդ վիճակագրություններից մեկի պատասխանը թե Ամերիկայում ինչքան մարդիկ են հավատում երկնքին, դրախտավայրին, հավիտենականության կյանքին 75%-ը։ Բայց միայն մի հարցում, այս 75%-ից քանի տոկոսն է հավատում, որ Քրիստոսն է այդ միակ ճանապարհը, ճշմարտությունը եւ երկինք գնալու առիթը։ Սրտի ցավով չնչին են այդ տոկոսայնությունը։ Եվ ինչպես շարունակությունն եմ ասում, and most of them figure out getting there։ Եվ ամեն մեկը իր փիլիսոփայությունը ունի։ Այսօր շատ եք տեսնում ամերիկացիների մեջ։ Ինչ եւ մենք էլ ամերիկացին շատ շուտ ենք սովորում։ Այսպես դերասանա, կինոաստղա, սպորտսմենա, այսպես ասում է։ Իմ ծնողս, իմ տինս, իմ հայրս, իմ ամուսինս, իմ երեխաներս, այսպես մատը տնկում են եւ երբեք հարցում չեն արցում։ Այդ ում որ դու դիմում ես, նախ նա բացարձակապես քեզ հետ կապ չի կարող ունենալ, որտեղ Աստծո խոսքն է սովորացնում։ Նրանք հոգու աշխարհի մեջ են, դրախտում են թե դժոխքում, նրանք հոգու աշխարհի մեջ են, նրանք չեն տեսնում քեզ, դու չես կարող ես տեսնես։ Այդ բոլոր մարդկային ստությունը, դրանց մեջ ոչ մի սուրգրային ճշմարտություն չկա, նրանք մեզ չեն տեսնում, եւ մենք նրանց չենք տեսնում, բայց մենք հավատում ենք, մենք հավատացյալներս Աստծո խոսքի իմացությունից, որ այդպիսի բան կա դրախտ եւ կա դժոխք, կա վերջի դատաստան։ Եվ մի քիչ հետո ավելի մանրամասը ես ու դուք իմանանք։ Երբ առիթ ունենանք, մենք ընդհանրապես զգուշանում ենք, տարի առաջ մենք Աստծո շնորհքով եւ ողորմությունով հայտնության գիրքը միասին սերտեցինք, բոլոր նրանք, որոնք մասնակցում են 5 օրվա Սուրբ Գրքի սերտողությանը, այո, գրքերից իր բարդությունը, իր սիմվոլիկան բավականին դժվարացնում է ամբողջովին ճշգրտես, կողմնորոշվես, բայց Աստված չտվեց մեր զիհանելուկներից, սա խոսում է ապագայի երկնքի մասին, եւ բնականաբար, որտեղ ոչ մեկը երկնքից չի եկել, մեզ համար երկինք հասկացողությունը այո եւ ամեն է, բայց բառացին նկարագրելը անհնարին է, որտեղ մենք ապրում ենք այս աշխարհի մեջ, մեր մտային աշխարհը կառուցվում է մեր տեսածից, մեր հասկացողությունից, մեր ուսումնասիրությունից, բայց այդուհանդերձ մեզի Աստված անորոշության մեջ չթողեց եւ Հովանես առաքյալը, երբ որ Աստծոց հայտնություն առավ, գրի առեց եւ նկարագրեց 21-րդ գլուխը հայտնության գրքի նախավերջին գլուխը մի տեսակ նկարագրում է, փորձում է մեզ ինչ որ չափով պատկերացում տալ երկնային Երուսաղեմի մասին, այդ դրախտավայրի մասին, այդ խոսքերը, որը Հովանու 14-ի մեջ ասում է, այնտեղ ես ձեզ համար բնականներ պատրաստեմ ու երբ որ գամ ձեզի ինձ հետ կառնեմ, որտեղ որ ես եմ, որ դուք էլ ինձ հետ լինեք։ 21-րդ գլխի ընդամենը իհարկե ժամանակի սղության պատճառով ես մի համար եմ առանձնացրել, որ դարձյալ խոսում է ինչի մասին, խոսում է եւ նրա մեջ չի մտնելու, որ ինչի մեջ, այդ երկնային թագավորության մեջ, այդ երկնային Երուսաղեմում, եւ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն եւ ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են գառան կենաց գրքում։ Վահ։
գարան գիրք կա, եւ այնտեղ գրություն կա, եւ այնտեղ անվանումներ կան, եւ այնտեղ գարան արյունով փրկվածներ կան, որոնք գրվելու են, եւ վերջում սիրելիներս, ըստ այդ գրքի կլինի հավիտենականությունը։ Հիսուսը գգա կառնի նրանց, որ իր արյունով փրկվեցին, որ այդ գարան կենաց գրքում անուն ունեն, բաժին ունեն, բացադրություն ունեն, ծառայություն ունեն, վկայություններ ունեն, հավատք ունեն, խոնարհություն, հարատևություն։ Ուզում եմ մի հատ տխուր մեջբերում անեմ։ Գիտեք, տարբեր քրիստոնեական հարամանություններ կան, որոնցից մեկը ևս նազովրեցի եկեղեցիներն են։ Եվ այս նազովրեցի եկեղեցիների հանրավության ավակ հովիվը Արթի Քինդալը մի առիթով մի տխուր ճշմարտության մասին է խոսում, որ արժե դրա մասին մտածել։ Ասում է the greatest մեծագույն deception մոլորությունը հոգևորների մեջ, մեծագույն մոլորությունը։ Մենք մոլորված էինք եւ Քրիստոսի լույսը ծագեց մեր մեջ։ Եվ այսօր այս եղբայրը ավակ հովիվը, որ շատ օրհնված եղբայր է, ու տարիներ այդ ծառայությունը իր ուսերի վրա կրում, ասում է, բայց հոգևոր աշխարհում մեծագույն մոլորությունը հոգևորների մեջ գիտեք ինչ է, to think you are born again when you are not։ Եվ դու մտածում ես, որ վերստին ծնված ես, բայց իրականության մեջ այդ ծնունդը դեռ քո մեջ չի իրականացել։ Որտեղից։ Մեր կյանքի որոշումներից, մեր կյանքում ունեցած պատողներից։ Եվ ինչպես կարող ենք պարզաբանել։ Does Jesus know you? Այսօր շատերս մեկս մյուսին ինչ ենք անում, մեր այս Երանի մի մատը, 5 մատներս հենց կողմ ենք դիմացինի աչքի մեջ, ասում ենք, դու գիտես, որ ես Հիսուսին գիտեմ, երբ որ նման առիթների նման աշխարհում, որ փորձում ես Աստծո խոսքի վկայությունը ու ավետարչություն անես, մի անգամից քեզ լռեցնում են եւ հարցնում են եւ պատասխանում են։ Ես Հիսուսին գիտեմ։ Բայց հարցը սրանում է, արդյոք Հիսուսը քեզ գիտի։ Որ դու Հիսուսին գիտես, դու գիտես որպես անձը, ես չեմ ուզում սխալ չհասկանաք, խոսքս քո մասին չէ, խոսքս ընդհանուրի մասին է։ Հիսուս իմանալը բառ չէ, անվանում չէ։ Այն գաղափարը չէ, որ նա Բեթլեհեմում ծնվեց, Նազարեթում հասակ առավ, 30 տարեկանում մտավ իր ծառայության մեջ եւ 33 տարեկան դեռ չլրացած խաչի վրա իր կյանքը։ Այդպես մի անգամ կարդալով դու բավականին կարող ես ինֆորմացիա կուտակես քո որտեղ ուղեղիդ մեջ։ Բայց Աստված ասեց ես հոգի եմ եւ դու ինձ պետք է հոգով պաշտես, հոգով հաղորդակցվես։ Եվ հարցը սրանում է does Jesus know you? Not just do you know about him. Հարցն անում չէ թե որ նրա մասին գիտես, իսկ նա քո մասին գիտի։ But does he live in you? Արդյոք այդ Հիսուսը քո մեջ այսօր ապրում է։ Որտեվ Տեր ասեց, եթե ինձ ունես, կյանք ունես։ Եթե ինձ չունես, քո Երուսաղեմ գնալդ, քո խաչակ ընկելդ, քո տարի մի քանի անգամ մոմավառությունը, քո բարեգործությունները, քո մեծ ու ճոխ ճառերը ու անհայտ ու բացահայտ նվիրատվությունները, սիրելիներս, մեզ երկինք չի տանի։ Քրիստոսը միանշանակած ինձ ունես քո մեջ, կյանք ունես։ Ինչ չունես, այդ ամբողջը դատարկ է, դատարկ։ Իզուրա։ Այսօր մարդիկ միշտ հարցում են, որ հարստանամ եկեղեցի կկառուցեմ, որ հարստանամ հիվանդներին կմեկնեմ, կօգնեմ, աղքատներին ողորմություն կանեմ։ Դա չէ Հիսուսի ճանապարհը։ Հիսուսի ճանապարհը Հիսուսի ճանապարհն է։ Դրանք իմ ու քո ճանապարհներն են։ Մեր մտայինն է, մեր կառուցածն է։
Մեր որոշածն է, որ մտածում ենք մեկ հատ մոմ վառելով կամ խումբ ծխելով, մենք մեծ բարիք արեցինք այս տիեզերքի ստեղծողին։ Երբ նա իր միածին որդուն չխնայեց ինձ մեղավորիս համար։ Մտածում ենք մի աղքատի մի $10, Հայաստան մի $100 ուղարկեցի, գիտես երկնային այդ գառան կյանքի գրքի մեջ գրվեց Սարո Գալստյանը այս թվականին, այսօր, այս ժամին, այս երկվայրկյանին մի $100 փող ուղարկեց։ Ով ոչ սիրելիս, Քրիստոսը ունես, անունդ գրված է չունես։ Չկա։ Եվ այս համարի հետ կապված Հայտնության գրքի 21-րդ գլխի 27-րդ համարի հետ կապված ես ուզում եմ մեկ ուրիշ պատմություն պատմեմ, իրական դեպք է։ Ինչպես գիտեք, երբ քրիստոնյաները սկսեցին հալածվել Եվրոպայում, քրիստոնյաները, ու երբ լսեցին Ամերիկա հեռավոր երկրի մասին, նրանք սկսեցին ինչ անել, թողնել իրենց տունը, տեղը ու հավատքով քայլ վերցնել ու գալ մի ամբողջ աներեշություն, մի ամբողջ օվկիանոս ինչ անել, Անտլանտյան օվկիանոսը կտրել և հասնել մի անորոշության մեջ, եկան, հաստատվեցին, կառուցեցին եկեղեցիները, բայց Անգլիայի կառավարությունը ու թագավորությունը այդպես նրանց հեշտ չթողեց, նա ուղարկեց իր նավատորմը, ուղարկեց իր զինվորներին և նույնիսկ Ամերիկայում, Եվրոպայից մեծամասամբ քրիստոնյաներին ինչ արեց, նորեն ստրկացրեց, նրանց վրա թաքսեր դրեց և եղավ ինչը, և եկավ ժամանակը, որ Ամերիկայի բնակիչները որոշեցին ինչ անել, ոտքի ելնել և հեղափոխություն անել, ձերբազատվել Անգլիայի թագավորության ստրկատիրությունից։ Ես մի առիթով ասել էի, Ամերիկայում արդեն ընդամենը մի քանի միլիոն մարդ էր ապրում, 3 թե 4 միլիոն։ Նրանցից 1/3-ը անգլիացիների հետ էին։ Ասում են, որ անգլիացիներ մնա, մենք լավ ավելի տամ, կախված իրենց դիրքից վիճակից։ 1/3-ը բացարձակապես անտարբեր էր։ Կարևոր չէր իր համար, հեղափոխությունը կհաղթանակի թե չի հաղթանակի, ինչ իրավիճակը, ընդամենը 1/3-ն էր, որ ուզում էր ազատագրվեր, ինչի համար, որպեսզի ազատության մեջ իրենց Աստծուն պաշտեին։ Եվ այն ժամանակ ինձ ու քեզ ծանոթ պրեզիդենտ Վաշինգտոնը գեներալ Վաշինգտոնն էր և նա առաջնորդեց այդ պատերազմը։ Պատերազմի ընթացքում during the Revolutionary War այսպիսի որոշում եղավ, այն մարդիկ, որոնք ինքնազոհաբելով, արժանիքները, իրենց վիճակը մեջ բերելով, այդ պատերազմի մեջ մեծ ներդրում ունենալու համար ինչ կանեն, իրենց շարքային կարգավիճակից իրենց աֆիցերի կոչում կտան և բնականաբար բոլոր աշխատավարձ էին ստանում, որովհետև այն ժամանակ բանակ չկար։ Նրանց հրավիրեցին, ասեցին եկեք, մենք ձեզի կվարձատրենք, որպեսզի կարողանանք ազատագրենք իր երկիրը։ Նրանց աֆիցերի կոչում տվեցին։ Եվ շատ կարճ ժամանակից հետո աֆիցերների թիվը այնքան շատացավ, որ գումարը դադարեց, վերջացավ, էլ գումար չկար աֆիցերներին վճարելու։ Եվ մտածեցին, ինչ անենը։ Մարդիկ հայնասիրություն են ցուցաբերում, ինչ որ ձևով պետք է գնահատվի նրանց հայնասիրությունը։ Եվ գեներալ Վաշինգտոնը այսպիսի միտք հղացավ, Purple Heart։ Purple Heart այսօր ամենաարժեքավոր շքանշաններից մեկն է բանակի ծառայողի համար։ Մի քիչ ավելի մանրամասն կպատեմ։ Եվ ինչ որոշեց, ասեց մանուշակագույն կտոր առեք, Վաշինգտոնը, սրտի շեյփով կտրեք և այդ շեյփի մեջ գրեք merit, այսինքն արժանավոր։ Եվ նրանք, որոնք իսկապես իրենց կյանքը դնելով պատերազմում են հանուն ազատագրման, նրանց պարգևեք այդ կտորը։ Կտոր էր, բայց մնաց արժեքավոր այդ կռվող այդ բանակի մեջ։ Վաշինգտոնի նպատակը նա էր, որ երբ որ պատերազմը կհաղթեն, նրանց մեկ այլ կերպ կպարգևատրեն, բայց հիմի ժամանակը չէ, ոչ ոսկի կա իրենց ձեռքը, ոչ էլ ժամանակ։ Եվ հրաման տվեց գիրք, գիրքը կոչվեց Book of Merit, արժանավորների գիրք։ Եվ այդ գրքում բոլոր նրանք, որ այդ մանուշակագույն սրտի
այդ շքանշանն էին արժանանում, նրանց անունը գրվում էր ու գրվում էր, թե ինչի համար են նրանք արժանացել նման մի պարգևի։ Պատերազմը ավարտեց։ Եկավ ժամանակը գնահատականի, արդեն հնարավորություն ունեն, կարողություն ունեն։ Եվ գիտեք, հարցումը սրանում է, ձեր կարծիքով հաղթությունից եւ հետո քանիսը արժանացան նման մի պարգևատրումի։ Ոչ մեկը չգիտի, գիտեք ինչի, որովհետև այդ գիրքը կորցվեց ու անհայտ ու մինչև այսօրվա օրը չգտնվեց այդ գիրքը։ Եվ այդպես էլ չիմացան այդ մարդիկ իրենց հայրենասիրությունը, իրենց զոհաբերությունը։ It never found the book of merit. Բայց մի քիչ առաջ մենք ուրիշ գրքի մասին ենք խոսում։ Խոսում էինք Հայտնության գրքի 21-րդ գլխի 27-ում, որ այդ գիրքը կոչվում էր Գառնուկի կենաց գիրք։ Բայց այդ գիրքը չի կորսվելու, չի անհայտանալու, մնալու է, որպեսզի վկայություն լինի բոլոր այն հոգևորների համար, որոնք իրենց կյանքը վստահաբար տվեցին Տիրոջ ձեռքերի մեջ ի զոհ, որպեսզի Տերը ու Տերերի Տեր Քրիստոսը փառավորվի իրենց կյանքով եւ իրենց մահով։ Քազի նրանք հավատում էին կյանքին հետմահու կյանքից հետո։ Նրանք հավատում էին, որ դժոխք կա եւ դրախ կա, վերջին դատաստանը կա, արդարությունը կա, որ Աստված պետք է իրականացնի ողջ մարդկության համար։ Մատթեոս ավետարանի 13-րդ գլուխը սկսում է Սերմնացանի առակից։ Ու երբ աշակերտները տվեցին մեկնաբանություն արեց, եւ այդ նույն գլխի 47-րդ համարում այդ գլուխը բաղկացած է բազում առակներով, բայց իհարկե այսօրվա մեր խոսքի բերումով ես առանձնացել եմ այդ առակներից մեկը։ Matthew chapter 13 verse 47 to 50 Մատթեոս ավետարանի 13-րդ գլխի 47-ից 50 համարներում հետևյալն են կարդում, որ Հիսուսը երկնային թագավորությունը, երկնքի արքայություն ասում է դարձյալ, այսինքն այդ բոլոր առակները, որ երկնային թագավորության մասին պատմեցի, դարձյալ սա էլ են պատմում։ Եթե նա չի հասկանալի լինի, գոնե սա մեզ համար հասկանալի։ Երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որը ամեն տեսակ ձուկ է հավաքում։ Այդպես է, չէ՞։ Ձկնորսը երբ որ ուռկանը գցում է, ուռկանի մեջ նա չի կարող ասի դու լավ ձուկ ես, քեզի ուտելու բան չի, դու դուրս անին։ Ուռկանը քաշում են եւ ասում է ու երբ ուռկանը լցվեց, ցամաք հանեցին եւ նրանցից լավերը ամանների մեջ հավաքեցին։ Իսկ վատերը ինչ արեցին։ Դեն նետեցին։ Ինչու։ Որտեղ պիտանի չէին։ Եվ 49-րդ համարում այսպես է լինելու նաև աշխարհի վերջում։ Հրեշտակները դուրս կելնեն եւ արդարների միջից չարերին ինչ կանեն կզատեն։ Այսօր տարբեր հավատացյալներ, տարբեր Աստծո խոսքը մեկնաբանողներ այս առակը տարբեր ձև ասում է, այս առակը ոմանք ասում են սա աշխարհի մասին է, իսկ ոմանք ասում են ոչ, այս առակը եկեղեցու մասին է։ Իմ ու քո մասին է։ Մենք որ պիտակ ունենք, մեր վրա մեր նշան ունենք, մեր շրջապատը մեզ ճանաչում է որպես հավատացյալներ, որոնք ամեն կիրակի մոլեռանդորեն եկեղեցի են գնում, փոխարեն մնան ամբողջ շաբաթվա էշշություն ու ծառայություն աշխատանքից հանգիստ առնեն, ոտերը ոտքի վրա գցեն, սուրճի գավաթ առնեն եւ հեռուստացույցը դիտեն։ Եվ իրենց ընկերների հետ զանգարեն եւ մեկը մյուսին բեսին։ Տեղեկություն հավաքեն, չեմ բառը օգտագործում, ճակերտավոր բան ասեն։ Այսպես է լինելու աշխարհի վերջում։ Հրեշտակները դուրս գելեն եւ արդարների միջից
չարերին կզատեն։ Եվ վերջապես 50-րդ համարը ու նրանց կրակի հնոցը կգցեն, այնտեղ կլինի լաց և այտամների կրտչոց։ Սիրներս սա է դրախտը ու դժողքը, զատումը, արդարը ստից, չարից, մեղքից, պակասությունից։ Այնպես որ մի քիչ առաջ, երբ որ եղբայր ասում էր մեծագույն մոլորությունը նա է, որ մենք մեզի համոզում ենք, որ վերստին ծնված ենք, հարցումը սրանում է. ես Քրիստոսին գիտեմ, իսկ Քրիստոս ինձ գիտի։ Սա է էականը։ Իմ իմանալը լավ է, բայց կատարյալ չէ։ Կատարելությունը նա է, երբ որ կգա ու իմ դատարկությունը, ու իմ պակասությունը, իմ կորուստը անմահություն կդարձնի, իմ խեղճը զորության։ Խոսքս պետք է գանք ավարտի մի իրական դեպքի մասին ձեզ հետ նաև բաժնեկցելով։ Մի եկեղեցու հովիվ եղբայր, բավական մեծ եկեղեցու հովիվ եղբայր, աշխատում էր իր առաջիկա կիրակի օրվա քարոզի վրա։ Այդ օրը առիթ ուներ, սոված էր, գնաց մի ռեստորան, ճաշան ինչպես կուզեք, ճաշը պատվիրեց, իր հետ Սուրբ Գիրքն էր տարել և այդ նոթերը, որ առանձնացրել իր առաջիկա քարոզի համար։ Բաց արեց Սուրբ Գիրքը, թղթերը թողեց ու սկսեց ուսումնասիրել ու գրի առնել, մինչև իր պատվիրած ճաշը կբերի։ One time studying for the message. Մի աղջիկ, երիտասարդ աղջիկ կողքի սեղանի նստած ճաշում էր։ Հայացք ընկավ Սուրբ Գրքին։ Հավատացյալներից ավելի շուտ անհավատներն են Սուրբ Գիրքը նկատում։ Սուրբ Գիրքը անմիջապես նկատելուց հետո իր դեմքի վրա ինչ եկավ, բնականաբար սրտի ցավով մի քմծի ծախ ու դարձավ ու ասեց. She said, ասեց, girl looked over from her table and saw that he's reading his Bible. Նա նաև տեսավ, որ տղամարդը Սուրբ Գիրքը կարդում։ She said, why do you study that stuff? Սենց արհամարական ձևով ասեց, «Էս ինչ գիրք է, որ դու ժամ ես դնում եւ ընթերցում ես»։ Առավել եւս ոչ թե ընթերցում ես, այլ նույնիսկ ուսումնասիրում ես, սերտում ես, ուզում ես հասկանաս խորքը, լայնությունը եւ խորությունը։ Եվ հովիվը դարձավ այդ երիտասարդ աղջկան ասեց, ուսումնասիրում եմ, որովհետև մեռնելուց հետո չեմ ուզում դժոխք գնամ։ Հստակ էր պատասխանը, շատ դիպուկ։ Եվ աղջիկը չդադարեց ու ասեց, there is no such a thing, տես բաներ չկա, ինչ ես ապուշ խոսում։ Չկա դրախտ եւ դժոխք։ Նմանատիպ մարդկանց հանդիպել եք, անկասկած հանդիպել եք, որ մի անգամից քեզ փորձում են լռեցնել, որ ինչի հետևից ես, ոչ դժախ կա, ոչ էլ դրախտ։ Եվ հովիվ դարձավ ասաց, բայց ինչի հիման վրա ես այդպես վստահ ինձի սովորեցնում, որ չկա դժոխք եւ դրախտ։ She said, ամեն մարդ այդ մասին գիտի, everybody knows about it։ Սա ամենատխորն է, սա ամենացավալին է, երբ որ դու քո անձնական գաղափարը, միտքը ու որոշումը չունես։ Ու դառնում ես, գիտես ինչ, ոչ թե անհատ, այլ դառնում ես ամբողի մի հատ մասնիկը, որ այդ ամբողը ուր գնում է դու էլ ոչխարի նման գլուխդ կախ գնում ես հետևից։ Չունես քո անձնական որոշումը, քո ընտրությունը։ Գիտեք ինչի, որտեվ երբեք ժամ չես տվել, որ որոշում ունենաս։ Everybody knows that when you die, your candle goes out. Եվ որ դու մեռնում ես, քո մոմը մարում է ու ամեն ինչ վերջանում է։ Հովիվ դարձավ ասեց, դու ուզում ես ասել, որ այս կյանքի ավարտից հետո հետմահու կյանք չկա։ No! Եվ առավել ևս, որովհետև հետմահու կյանք չկա, ապրի ինչպես սիրտդ կամենում է։
որտեվ ես 70-80 տարին է քեզ տրված, վայելիր կյանքը, որտեվ դրանով ամեն ինչ վերջանալու է։ Ուրեմն Հովիվ դարձավ քեզ ասելով, քո ասելով, որ ոչ մի դատաստան, արդարություն, ճշմարտություն, ոչինչ չի լինելու, հա։ Ասեց այո, nothing, ոչինչ չի լինելու։ Ասա որտեղ ես այս մասին կարդացել։ Where did you hear that? Եվ աղջիկ պատասխանեց, somewhere, ինչ-որ միտեղ։ Ասեց այդ գրքի անունը Հովիվ ասեց, այդ գրքի անուն կարող ես տաս ինձ, որ ես էլ գնամ ուսումնասիրեմ։ Չեմ հիշում աղջկա պատասխանը։ Ասեց գրքի անուն չես հիշում, հեղինակի անունը հիշում ես։ Ասեց չէ, մոռացել եմ նրա անունը։ Ասեց հեղինակի անունը մոռացել ես։ Գոնե գիտես, որ այդ հեղինակը բացի այդ մի գրքից ուրիշ գրքեր գրել է։ Did the author write any other books? Չգիտեմ։ Պատկերացնեք ինչքան մթություն ու խավար ու անորոշություն կա այդ աղջկա այդպես համարցակ խոսքին, որ հետմահու ոչինչ չկա։ I don't know։ Իսկ Հովիվը ասեց, իսկ հնարավոր է որ թեկուզ այդ հեղինակին չգիտես, գրքի անունը չգիտես, նրա մյուս գրքերի մասին բացարձակապես տեղեկություն չունես, բայց հնարավոր է մեր 3 տարի հետո այդ հեղինակի միտքը փոխվի ու մի հատ նոր գիրք գրի ու ասի, որ դրախ ու դժոխ կա, ես սխալվել եմ, մարդ եմ, սխալվել եմ, հիմա մի հատ նոր գիրք եմ գրել։ Աղջիկը ստիպված էր, ասեց հնարավոր է, բայց չեմ կարծում։ Հեղինակին չգիտի, նրա գրքերի մասին ոչինչ չգիտի, բայց այդպես համոզված է, որ նման մի բան չի կարող լինի։ Եվ Հովիվի մնում էր, որ ամբողջ իրենց հարցազրույցը ու խոսակցությունը ամբողջացներ այդ աղջկա համար։ All right, ասեց շատ բարի։ Let me get this straight. Թող մի հատ ամփոփեմ այսօրվա մեր խոսակցությունը։ Դու քո ամբողջ հավիտենական կյանքդ մատնում ես մի խաղաքարտի, մի բախտախաղի, մի անորոշության, քո ամբողջ հավիտենականության կյանքդ հարցականի տակ դնելով, կառչելով ինչ-որ մեկից, որ նրա անունը չգիտես, մեջ բերում անելով մի գրքից, որ այդ գրքի անունը չգիտես, և այդքանով հանդերձ դու մտածում ես, որ դու ճիշտ ես, ու ես, որ Աստծո խոսքը իմ առջև դրած ուսումնասիրում եմ ու կարդում, ես սխալ եմ ու մոլորված։ Այսօր, սիրելիներս, մենք նմանատիպ մարդկանցով ենք շրջապատված։ Ու սրտի ցավով նրանցից ոմանք մեր միս ու արյուն են, մեր ծնողն են, մեր երեխան են, մեր քույրն են, մեր եղբայրն են, քեռու տղա, հորեղբոր տղա, հասկանում եք սիրելիներս։ Եվ այսօր ամեն անգամ ինչ են անում, փակում են քեզ համար դռները։ Մենք անցյալ շաբաթ մի առիթով Ռուբինայիդ մեկտեղ էինք, առիթ ունեցանք մի հովի հետ ծանոթանալու ամերիկացի։ Այդ առիթին երբևիցե կփորձենք իրեն հրավիրել այստեղ։ Իր կյանքի վկայություն էր տալիս։ Ասում էր, ես ապրում էի Սան Ֆրանցիսկոյում, արդեն պարզը հասկանալի է, չէ՞, թե ինչպիսի քաղաքում էր ապրում։ Կրթություն է ստացել, էլեկտրիկալ ինժեներ էի, բայց Աստծոց հեռու էի ու ամեն անգամ, երբ որ Աստված ինչ-որ մեկին իմ կյանքից մեջ բերում էր, ես մի անգամից փակում էի նրա բերանը, որ ինձ բացարձակապես հետաքրքիր չի քո ասածը, և ես ցանկություն չունեմ որևէ մի բառ լսեմ քեզանից Հիսուսի փրկության, հավիտենականության մասին։ Ու ասում այդպես երիտասարդ կյանքս թռի վրի ավելով ապրում էի ու մի օր իմ մեջ եկավ տխրությունը, դատարկությունը, անորոշությունը ու ես չէի կարողանում պատասխան գտնի այդ իմ կյանքի կարգավիճակի մասին։ Չէի հասկանում որտեղից եկել, ոնց որ թե ամեն ինչ նույնն էր,
ամեն բան լավ էր, աշխատանք ունեի, ընտանիք, ծնողներս դեռ ամուսնացած չէի, երիտասարդ էի, բայց չէի կարողանում հասկանալ, սա ինչ է կատարվում ինձ հետ։ Դատարկ էի զգում, անորոշ, խեղճ։ Եվ մի օր ասում է գործի բերումով պետք է ինքնաթիռով իշո մեկտեղ մեկնեի։ Ասում է գնացի, նստեցի եւ իմ կողքից մի երիտասարդ աղջիկ էր նստած։ Ու ասում է իր պայուսակից Սուրբ Գիրքը հանեց։ Ինչպես մի քիչ առաջ ասացի, չէ, անավատները առաջի բանը, որ նկատում են, գիտեք ինչն է Սուրբ Գիրքն է։ Ու մի անգամից իմ մեջ հարց առաջացավ։ Էս իմ անորոշությունների, էս իմ պակասությունների, էս իմ դատարկության համար խոսքի չբռնվեմ իմ կողքից ուղեկցին մինչև տեղացնելը, ասում է հարցում հարցեց, դուք հավատացյալ եք, ասում ասեց, այո, ես հավատացյալ եմ։ Ու ասում ամբողջ թռիչքի ընթացքում ես հարցումներ էի հարցնում։ Իսկ նա Աստծո խոսքից պատասխան էր տալիս ինձ։ Այսօր մենք այդ դյուսի մեջ ենք քայլում։ Աղոթենք, խնդրենք, որ Տերը պահի մեզ, որ հանկարծ ինչ պատճառով չսայթակենք, չպակասենք, եւ այդ լույսը ճաշակացներս չգնանք մի կրկին անգամ մթության մեջը քայլելու։ Այլ մնանք հավատարիմ այդ լույսին, այդ փառավորին, այդ Քրիստոսին, որ եկավ ու մեր խավարը լուսավորեց։ Եվ այսօր քո սխալը չի ծածկվում, քո սխալը իմ մեղքը անմիջապես Սուրբ Հոգին ինչ անում, մեր երեսին է շպրտում ու մեզի ընտրություն է տալիս, որոշում կայացնելու։ Տերը ուզում է մեզ դատի, խրատի, դաստիարակի, սարքի կառուցի, որ Աստված միարասց է։ Գիտեք խոսքեր որտեղից արված, առաջի Կորինթացիս, յուրաքանչյուր ամսվա առաջին մենք ընթերցում ենք այդ տողերը, 13-րդ գլխի, որ Աստված միարասց է, մի օր այս աշխարհի հետ չդատապարտվենք։ Քեզ կբերեմ այդ տերերի Տեր ու փառավոր Քրիստոս Հիսուսի ձեռքերի մեջ։ Ամեն։